ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանին, նրա հետ խոսելու ենք վերքին քաղաքական կյանքից, իմպիչմենտի գործընթացից, Նիկոլ Փաշինյանի դեմ տարվող, Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող եկեղեցու դեմ տարվող արշավի մասին, ինչպես նաև քաղաքականների մասին, Բարև ձեզ։ Ինչպես կգնահատեք իմպիչմենտի գործընթացը եւ ինչը համախմբում է տեղի ունեցավ։ Իմպիչմենտի գործընթացը այն գործընթացն է, որը որ շատ հնարավոր է ու շատ հավանական է, ամենահավանական տարբերակն է իմպիչմենտը այս իշխանություններին հեռացնելու համար։ Որովհետև իմպիչմենտը նորից եմ ասում, շատ եմ ասել սրա մասին, իմպիչմենտով ավելի հեշտ է 20 падգամավոր ԿՊ-ից պոկենք բերենք մեր մոտ, հայրենասիրություն արտնացնենք իրանց մեջ, իրանք անցնեն մեր կողմը, քան թե ասենք ընտրություններով կամ չգիտեմ, էլ ուրիշ ինչ տարբերակ կա։ Ընտրությունները եթե գնում են, ես այս հարցը միշտ տալիս եմ բոլորին, ընտրությունները կեղծելու է Նիկոլ Փաշինյանը, ինչ եք անելու։ Պետք է լինի հետընտրական process, չէ՞։ Հետընտրական process-ի ժամանակ դի 100,000-ներով մարդիկ կայնան կանեն փողոց ու օրերով, շաբաթներով, միգուցե նաև ամիսներով այդ մարդիկ պիտի փողոցում պայքարեն։ Դա ավելի հեշտ, թե ավելի հեշտ է 20 падգամավոր ԿՊ-ից բերենք մեր կողմը։ Մանավանդ որ արտնացնենք հայրենասիրությունը էլ իրանց մեջ, հասկանաք, արտնացնենք, ասենք, եթե նույնիսկ չունեն այդ հայրենասիրությունը, այդ հայրենասիրությունը ծնենք իրանց մեջ, հասկացնենք իրանց, աշխատանք տանենք իրանց, հասկացնենք, որ հայրենիքի փրկությունը ձեր հիմա կախված է ձեզնից։ Ու իմպիչմենտը ես վստահ եմ, որ հաջողություն որոշ հաջողություններ արդեն կա, համենայնպես վախում են իմպիչմենտի հաջողությունից այս իշխանությունները, դրա ապացույցն է, որ Դավիթ Համբարձումյանին բռնեցին, հələ դրանով չեն բավարարվել, մի հատ էլ արդեն աղբորն են բռնել։ Բայց խեն բռնում ձեզ թվում է, վտանգ են տենում մեջը, իմպիչմենտի մեջ վտանգ են տեսնում իրանք, որտեղ իրանք էլ են տենում, որ իմպիչմենտը կարա տեղի ունենա։ Ես սա կասեմ, ես մինչև վերջ էլ ասում եմ, իմպիչմենտը ամենառեալ տարբերակն է։ Ընտրություններով իշխանություններին փոխել հնարավոր չի։ Ընտրությունները կեղծելու են։ Այսինքն պետք է լինի էլի հետընտրական process, որը ավելի բարդ է, քան իմպիչմենտը։ Բայց կներեք, ցավը տանեմ, ես էլ ասեմ, որ ավելի, բայց ես չեմ ասում մի գնացեք ընտրության։ Եթե ընտրությունն լինի, պետք է մասնակցել ընտրության, որ գոնե ընտրություններին, եթե ժողովուրդը մասնակցում է, Նիկոլին դեմ հատվածը մասնակցում է, գոնե Նիկոլը ստիպված ալելու կեղծելով անցնի։ Իսկ եթե չգնան ընտրության ընդհանրապես, Նիկոլը իր ստաբիլ ձայներով մեծամասնությունը կազմելով ու արդար ձևին տրվի ու ինքը կլինի շատ ուժեղ արդեն։ Իսկ որ ինքը կեղծելով է անցնում, գոնե ինքը թույլ է ալնում, խոցելի ալնում, հետագա պայքարի համար մեր համար ավելի հեշտ ալում, որ ասենք ընտրությունները կեղծած ինքը ղեկավարը դառնում, էլի տենց մեր համար ավելի հեշտ է։ Ուզում ասեմ, ընտրությունների գնալը պալեբոն պետք է, բայց մինչև ընտրությունները, նույնիսկ մինչև վերջի օրը իմպիչմենտի վրա պետք է աշխատել, որտեղ վերջի օրն էլ կարող իմպիչմենտը հաջողի։ Ես սա կասեմ։ Քաղաքականների մասին ինչ կասեք, նաև ով խոսում է այլ կարծիք է հայտնում, Նարեկ Սամսոնյանը բացում է Սաղաթելյանը իրենց ազատ խոսքի ինչ-որ բառ օգտագործելու Նարեկ Սամսոնյանի մասը, այսօր գտնվում է կալանավայրում։ Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, առողջություն ու ազատություն Նարեկ Սամսոնյանին, բոլոր քաղբանտարկյալներին ազատություն, սա խոսում է նրա մասին, մեր համար նորություն չի։ Մենք վաղուց ենք ասում սրա մասին, որ մեր պետությունը ժողովրդավարական պետություն չի։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար ղեկավար չի։ Նիկոլ Փաշինյանը դավաճանեց իր հենց սկզբունքներին։ Այսինքն ինքը ինչով էր հայտնի։ Մի բանով, չէ, որ ժողովրդավար որպես մարդ էր, ժողովրդավար գործիչ է, չէ։ Ժողովրդավարության կարելի ասել սիմվոլ էր համարում այն ժամանակ։ Ինքը փչացեց, այսօր մեր քաղբանտարկյալները փչացրեցին Նիկոլ Փաշինյանին։ Այսօր որ մենք քաղբանտարկյալ ունենք, ամեն օր, ամեն ժամ այնտեղ նստած լինելով, իրանք փչացնում են Նիկոլ Փաշինյանին իր սկզբունքների մեջ։ Սա խոսում է նրա մասին, որ ժողովրդավարություն չկա Հայաստանում, ու սա խոսում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը վախում է խոսքից, այսինքն ընդդիմությունը ուժեղ է, ում մեջ վտանգ է տեսնում, այսօր ում բռնել են իրանց մեջ վտանգ է տեսնում, որտեվ խոսքը այսօր Նարեկ Սամսոնյանի իմնեմնիմի խոսքը շատ ուժեղ է։ Դավիթ Համբարձումյանին բռնել է, որտեվ վտանգ է տեսնում իմպիչմենտի գործընթացի մեջ։ Այսինքն քաղբանտարկյալների այսքան շատ լինելը խոսում է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է։ Բայց առաջ էլ էին խոսում, քիչ էր բռնում։ 18-19 թվերին նույն Նարեկ Սամսոնյանն էլ, Վազգեն Սաղաթելյանն էր, Նարեկ Մալյանն էր, սաղ էլ խոսում են, քիչ էր այն ժամանակ բռնում։ Որովհետև այն ժամանակ այդ խոսքը իրան չէր վնասում, ասում էր թող խոսան, էլի, ընդհակառակ աշխարհն էլ թող տենա, որ ժողովրդավարական պետություն ենք մենք։ Բայց արդեն հենց խոսքը սկսեց վտանգ հանդիսանալ իրանց։ Իրանք արդեն սկսեցին բռնել։ Այդ վաղտա երևում ով է ժողովրդավար, ով չի ժողովրդավար։ Տեսեք օրինակ հարևան երկրում Սաակաշվիլին
Ես նրան միշտ էլ չեմ սիրել, չեմ ընդունել, բայց նա հարգում եմ նրան մի բանի համար, որ ինքը ժողովրդավար ղեկավար մնաց։ Մինչև վերջ ինքը մնաց ժողովրդավար իրոք։ Այսինքն ժողովրդավարությունը երևում է այն ժամանակ, երբ որ արդեն այդ ժողովրդավարությունը դեմ է իշխանությանը, վտանգ է հանդիսանում իշխանությանը։ Այդ ժամանակ է երևում իշխանությունները ժողովրդավար են, թե չէ։ Եթե թողում են ժողովրդավար այդ կանոններով ամեն ինչը գնա առաջ, ուրեմն մարդիկ ժողովրդավար են։ Բայց եթե իրանց վնասում է ժողովրդավարությունը, իրանք անցնում են բռնատիրական արդեն մեթոդների, արդեն երևում է, որ իրանք ժողովրդավար չեն։ Եվ որ ժողովրդավարությունը կողքին է, այդ Ալիևն էլ, որ ամենաուժեղ բռնապետն է, չէ՞, բայց այս վերջին ընտրությունները սա իրան ընտրեցին, արդար ձև էլ ընտրեցին։ Դրանով չերևաց է, որ ինքը ժողովրդավար է։ Այ երբ որ քո դեմ են, այդ վաղտը երևում դու ժողովրդավար ես, թե ժողովրդավար չես։ Էսի մինիմալն է, Սևան ջան, էսի մինիմալն է, որը որ արեցին կաթողիկոսի դեմ, որովհետև սպասեք, որ կաթողիկոսին կարան նստացնեն, կաթողիկոսին կարան մի դժբախտ պատար սարքեն գլխին, կաթողիկոսին կարան հենց սպանեն, այս իշխանություններից ամեն ինչ հավատացեք։ Նիկոլ Փաշինյանը իր տեսակով մինչև վերջ գնացող մարդ է, մինչև վերջ, տեսակ Արցախը մինչև վերջ հանձնեց, մինչև վերջ, ու ցավոք սրտի այդ մինչև վերջ գնալը միշտ վնասաբերում մեր պետությանը։ Հիմա եթե ինքը մնա իշխանության, ինքը կամ փոխելու է վեհապարին Բեսպրիձելավարի փոխելու է, հելնելու է հայտարարել ասի վեհապարը Պողոս Պողոսյանն է, մենք էլ ասելու ենք չէ վեհապարը Գարեգինն է, ինքն էլ ասել է չէ Պողոս Պողոսյանն է, գալու են զորով հանեն Էջմիածնից, մի հատ Պողոսի բերեն դնեն, թե կամ էլ ասել են վեհարանը արդեն էլ Էջմիածինը չի, այս Պողոս Պողոսյանի նստավայրն է, կամ էս են անելու, կամ էլ վեհապարին նստացնելու են, կամ վեհապարին մի հատ դժբախտ պատար են սարքելու գլխին, կամ էլ ամենավերջում վեհապարին են սպանելու են։ Սա եմ ես տեսնում այս իշխանություններից, բայց վեհապարին ես հարգում եմ շատ, իրոք մալադեց իրան, որ ինքը չի գնում, չի կզում սրանց առաջ։ Իրոք ինքը պատմական դեմք է, վեհապարը սովորական մարդ չի, ու պետք է մտածի առաջ հերթին իր անունի մասին, անունի, ու այդ անունը մինչև էս պահ թու շատ ճիշտ պահում է իրան, շատ բարձր ձևի պահում է իրան վեհապարը, մինչև էս պահ, դա Աստված միշտ էլ տենց պահ է այդ հզոր մարդը ինքը մնա, որտեղ ինքը արդեն իրոք բացառիկ մարդ է, բացառիկ համենայնպես էս իրա քայլով ցույց տվեց, որ ինքը բացառիկ քայլ արեց, սովորական կաթողիկոս չի ինքը արդեն, ինքը դուրս եկավ մեր օկուպացված Հայաստանի դեմ, թուրքական իշխանությունների դեմ դուրս եկավ, հավատարիմ մնաց մեր եկեղեցուն, հավատարիմ մնաց Արցախին ու հավատարիմ մնաց հայկական արժեքներին։ Ու տենց մինչև վերջ պահի, դա Աստված։ Օրինակ նայեք վերջերս Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրի միայն այն դեպքում, երբ որ Հայաստանը փոխի սահմանադրությունը, այսինքն դա ուղիղ պարտադրանք է, չէ՞։ Իհարկե պարտադրանք, խետ ինչը չի պարտադրում։ Խի Սևան ջան, որ հիմա հարձակվել են եկեղեցու վրա, դա Ալիևը չի պարտադրի։ Փաշիզադեի խոսքից հետո չհարձակվին եկեղեցու վրա։ Այդ մինչև այդ վեհապարը սուրբ մարդ էր։ Կլսեք մի հատ վեհապարը ասեն մի վատ բան, Նիկոլը կամ նիկոլականները ասեին։ Հենց Փաշիզադեն ընդեղից խոսած, արդեն վեհապարը դարավ էլ մաֆիոզ, էլ չգիտեմ ինչ, էլ ինչքան վատ բան կա, բերին կապցին վեհապարին։ Ու ամեն ինչում է տենց։ Այո, Ալիևը պարտադրում է, բայց դրա համար եմ ասում, այս իշխանությունները թուրքերի կամակատար, թուրքերի ստրուկ, թուրքերի ներկայացուցիչներն են ստեղ։ Օկուպացված, հիմա մեր պետությունը օկուպացված է թուրքերի կողմից։ Իսկ ինչ կարելի է որ այս իրավիճակից դուրս գալ։ Ամենառեալ տարբերակը impeachment-ն է։ Նորից եմ ասում, ամենառեալ տարբերակը impeachment-ն է։ 20 պատգամավորի մեջ հայրենասիրություն արտնասնենք, դուք մի մտածեք, որ ԿՊ-ում սաղ անհայրենասեր են։ Կլինեն մարդիկ, որ հայրենասերել են։ Ուղղակի իրանք սխալ պատկերացում ունեն, սխալ գիծ են բռնել։ Իրանք թվում է, թե հայրենասիրությունը Նիկոլի կողքը կանգնելն է։ Այ իրանք պետքա բացատրենք, որ դուք հիմա որ գալիս եք միանում եք impeachment-ին, դուք դավաճան չեք, դուք հայրենիքի փրկիչ եք։ Դավաճանը այն վաղ է երևում, երբ որ Նիկոլին գցեն կողքից թռնեք, այդ վաղ կասեմ դավաճան եք։ Բայց երբ որ դուք հիմա Նիկոլի դեմ եք դուրս գալիս ու հայրենիքը փրկում եք պետությունը, դուք դավաճան չեք։ Ես Սևան ջան մի քանի անգամ ասել եմ, հիմա մի հատ էլ ձեր մոտից ասեմ։ Կարող է ձեր մոտից էլ ասացել եմ, էլի եկել եմ ձեր մոտ հարցազրույցի։ Ես ինչ եմ առաջարկում։ Ես ասում եմ բոլոր այն ԿՊ-ական падգամավորները, ովքեր կգան կմիանան impeachment-ին, ու impeachment-ը կհաջողի, այդ ու իշխանապողություն կանենք հայրենիքը կփրկենք, այդ բոլոր ԿՊ-ականներին շնորհեք ազգային հերոսի կոչում, որովհետև իրանք են փրկում հայրենիքը, եթե գան միանան։ Այսօր եթե impeachment-ը ստացվի, եթե իշխանությունը փոխենք ու իշխանության գան այն ուժերը, ովքեր որ հաղթած պահել են մեր պետությունը, բոլորդ էլ գիտեք այդ ուժը որն է։
Այսինքն մենք կփրկենք չէ պետությունը։ Հիմա ով որ փրկի պետությունը նա հերոս չի։ Հերոսա չէ։ Բայց այդ ԿՊ-ի падգամավորներով դի փրկենք, ուրեմն այո իրանք արժանեն հերոսի կոչման։ Իրանք պետք է սա բացատրվի, որ եթե դուք գալիս եք հիմա միանում եք, չմտածեք թե դուք դավաճան եք։ Դուք հայրենիք եք փրկում։ Դավաճանը նորից եմ ասում, Կերևային ժամանակ, երբ որ Նիկոլին քցեն։ Այդ վաղ Նիկոլի կողքից ով թռնի, կլինի դավաճան։ Ու այդ վաղ սաղ են թռնելու Նիկոլի կողքից։ Ընտրություններով հնարավոր չի, որտեղ ընտրությունները կեղծելու է։ Ընտրություն հետո պիտի տեղի ունենա հետընտրական process-ներով փորձենք, դա էլ ավելի դժվար է։ Հետընտրական process-ը ասեն ոնց անելու, ինչ պետք է անենք, տեսեք դուք կարանք անենք, թե չենք կարա։ Պետք է 100,000-ներով մարդիկ անենք փողոց, ու շաբաթներով, ամիսներով կարողադաշը փողոցում պայքարեն։ Հետի հեշտ է, չէ։ Նիկոլը պիտի կրակի այդ մարդիկ պիտի մեռնեն, էլի մնան, կմնան այդքան, չէ։ Մարդիկ հելում են մի օր հետո հիասթափվում են։ Մի օր հելում են ու պրիտոմ որ ասես դեկեք այսքանով ճամփա պագենք, առավոտը տեն մեզ մարդ չեկավ։ Այսինքն մի օր կարաս հանես ամբողջ ազգին ոդի, բոլոր Նիկոլին դեմ մարդկանց ոդի, բայց երկրորդ օրը էլ չեն հելնի այդ մարդիկ։ Իսկ Նիկոլը ասեմ, Նիկոլից մինչև զորով չգաց չվերցես նա չի տա։ Այսինքն ժողովուրդը պիտի դավադի տանենքան մինչև նա հրաժարական տա։ Մենք կարանք էդի ապահովենք, չենք կարա։ Օրերով շաբաթներ, օրերը հələ չէ, շաբաթներ ամիսներից խոսացեք, պիտի ժողովուրդը հելնեն փողոցներ, կհելնեն, չէ։ Իսկ 20 падգամավորին բերելը հեշտ է, դա համար եմ ասում impeachment։ Ընտրություններով շատ դժվար է, բայց նորից եմ ասում, ընտրություններին, եթե գա ընտրությունների օրը գնալը պետք է, որովհետև ընտրության որ գոնե գնանք այդ վաղ, Նիկոլը ստիպված ալնելու ընտրությունները կեղծի, որովհետև ես բոլոր մեր ընդդիմադիրներին ասում եմ, բոլորին ասում եմ, ովքեր որ այդմեն ընտրության, ովքեր որ ասում են ընտրություններով կարանք հաղթենք Նիկոլին։ Ես ասում եմ ախպեր, ընտրությունները դուք ինչ թիվ եք ուզում, լավ, 60-70%-ը ձերն է։ Արդար հավաքել եք։ Նիկոլը սենց ջնջում է վրեն, գրում է 51%-ը ինքն է։ Ինչ եք անելու։ Այ մի հատ ինձ ասեք ինչ եք անելու։ Ինչ են անելու Սևան ջան։ Հեղափոխություն, այսինքն եթե դուք կարում եք ընտրություն կեղծելու համար հեղափոխություն անեք, Այնա Արցախը հանձնելու համար բերեք հիմա հեղափոխություն անենք։ Եկա Արցախ են հանձնայ ախպեր։ Արցախը մեր համար բոլորիս համար եղել է բացարձակ արժեք։ Ցանկացած հայ համար Արցախը բացարձակ արժեք եղել։ Արցախը եթե հանձնել են դուք չեք կարող հեղափոխություն անեք, ժողովրդին հանեք դուս։ Ընտրություն կեղծելու մարդի ժողովուրդը ելնի դուս, որ ընտրությունները 95-96 թվից սկսած միշտ է կեղծվել է։ Միշտ։ Բոլորս էլ գիտենք։ Բա որ կեղծվել է, ժողովուրդը արդեն իմունիտետ ունի ընտրություն կեղծել։ Նեկասի լավ էս մեկն էլ Նիկոլը կեղծեց։ Ուսումնասում չես կարա դու հանես այդքան մարդ, չես կարա հեղափոխություն անես ընտրություն կեղծելու համար, էլի։ Իսկ Նիկոլը կեղծելով, գիտես ոնց է կեղծելու, Սևան ջան, շատ հասարակ։ Ոնց է հիմա կեղծում բանակցային փաթեթները, որ հրապարակեց։ Կարդացել ես, չէ՞։ Ասում է հրապարակել է, ու ասում է դե կարդացեք, տեսեք ով է հանձնել Արցախը։ Կարդացեք, տեսեք որ նախկիններն են հանձնել։ Ես կարդում եմ, դու էլ ես կարդում, որտեվ խելաց մարդ ես։ Ասում եմ այ անասուն։ Հələ մի հատ կարթա, նա նախկինն է հանձնել, թե դու ես հանձնել։ Սերժ Սարգսյանը արդեն համարը անկախացրել էր Արցախը, որ դու համը չանեիր։ Ինքը ասում է չէ, տենց չի։ Այդ նույն ձևն ընտրություններն ալնելու։ Ընտրությունները պետք է ասես այ ախպեր, արի հաշվենք, թվերը հեսա։ Այս ընտրատարածքում սենց, բե գումարենք, տես որ ես շատ եմ քեզնից, հասարակ գումարում հանում է, չէ։ Ինքը պետք է ասի չէ, տենց չի։ Վերջ, այսպես կերտել ասես պրիմիտիվ անասուն ձևի։ Եթե մի հատ մարդ բանակցային փաթեթը հրապարակում է, ու ասում է դե կարդացեք տեսեք որ նախկիններն են հանձնել Արցախը։ Էդի ամենավերջի անասունն է, վերջը կարդում ես, չէ՞, դե պարզ, մարդկա հա կարդում է չի հասկանում։ Բայց այն հասկացող մարդը կարդում է, հասկանում է, չէ՞ ախպեր ջան, պարզ գրած է ստեղ, թղթի վրա պարզ գրած է, նախկինները Սերժ Սարգսյանի օրոք Արցախ արդեն անկախանում էր։ Պարզ գրած է ախարնդե, որ ինքը դա կեղծում է, ասում է տենց չի սենց է։ Այդ նույն ձևն ընտրությունն ասելու տենց է։ Դու ասելու ես 5-ին գումարացինք հավասարը 10, ասելու չէ, հավասարա խոսքի 1։ Վերջ։ Ինչ ես անելու։ Դրսից պատժերշկա չունես։ Ռուսաստանը չի խառնվում, Եվրոպան էլ Իրանը պաշտպանում։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ ցավոք սրտի արդեն նրանք էլ են ստեղ կարում հարցը լուծեն։ Իրանն են պաշտպանում։ Ինչ ես անելու։ Ոչ մի բան։ Վերջերս Թուրքիայի արտգործնախարարը ուղիղ պաշտպանեց Նիկոլ Փաշինյանին։ Միանշանակ պաշտպաներ։ Իրանք պաշտպանվել են Նիկոլին, այսօր ցավոք սրտի Հայաստանում իրանք արդեն կարում են հարցը լուծեն։ Իհարկե կպաշտպանեն Նիկոլ Փաշինյանը իրանց ինչ ուզել են արել է, ինչ երազել են Նիկոլը արել է, ինչ չեն կարացե անեն, նույնիսկ չեն էլ երազել, չեն էլ
մտածել որ կարելի է դաժե երազել sense բանի մասին, էդ էլա Նիկոլը արել իրանց համար։ Բա կպաշտման են։ Նրանք որ աբուր ունենան Նիկոլի արձանն էլ դնեն, մի հատ Բաքվում, մի հատ Անկարայում։ Ալիևը ասում է, որ 300,000-ից ավել ադրբեջանցիներ պետք է բնակվեն Հայաստանում, իրենց վերադարձի հարցը քննարկվի, սահմանադրություն փոխվի, այսինքն այդպես խաղաղություն այսօր մեզ պետք է։ Ալիևին հենց այդ խաղաղությունն է պետք, Շարմազանովից կյանքին մեռնեմ։ Ամեն անգամ հենց այդ հարցը ինձ հարցազրույցներում տալիս են, Շարմազանովից խոսքերն եմ հիշում, որ ասում է Արցախում էլ է հիմա խաղաղ։ Այդ խաղաղությունն է Ալիևը ուզում։ Ալիևն էլ է ուզում խաղաղություն, բայց ինչ խաղաղություն։ Որ սա Հայաստանը վեկալի հայրին, որին սպանի, որին նստեցնի, որին քշի, որին ստրեկացնի, ու վերջ։ Ինքն էլ է ուզում խաղաղություն, բայց այդ ինչ խաղաղություն։ Ամենավտանգավոր հենց Տոշկեն դա է։ Ասենք սահմանադրությունը այսօր կփոխեն, Սևան ջան, վաղը չեմ իսօրը մենք էլ կգանք էլի հետ կփոխենք։ Բայց որ 300,000 թուրք բերի լցի ստե, վсё։ Այս Հայաստանը տալու է իրանց, վերջ։ Մի քանի տարում, այստեղ իրականում տենց էլ որ չլինի, հենց իրան կսարքեն, բայց իրականում կլինի հաստատ մի հատ թասիբով տղա կլինի, մի հատ թասիբով զոհվածի հեր կլինի, որ կհելի մի հատ թուրքի կողի դանակը փորը սենց կխառնի աղիքները կթափի դուս, կլինի չէ՞ տենց գոնե մի հատ տղա։ Այդի կլինի արդեն պատրվակ, որ Ալիևը զորքը կողի Հայաստան ասի, «Էս ինչ է կատարվում, չես կարող դու անվտանգությունը ապահովես, մենք գալիս ենք անվտանգությունը ապահովենք»։ Ոնց որ Կիպրոս են մտցրել զորքերը, հասկանում եք։ Դաժե որ տենց բան չլինի, իրան կսարքեն։ Մի հատ թուրքի կվնասենք, ասեն հայերը վնասեցին, մենք մտնում ենք բան անենք։ Չի բացառվում, որ Ադրբեջանն ու Նիկոլը բան էլ կստորագրեն մի հատ փոխօգնության, ռազմական փոխօգնության, տերորիստների դեմ համատեղ պայքար ինչ-որ մի հատ բան կստորագրեն, ու այդ վաղտ էլ լրիվ օրինական ինքը զորքը կկողի Հայաստան։ Այ դրա համար եմ ասում, ամենավտանգավոր բանը այդ թուրքերի գալնաստ է։ Ամենավտանգավոր բանը, որտեվ տենց Հայաստանն ենք միանգամից տալու իրանց։ Իսկ սենց գոնե ինչ էլ տվել է, մենք մտածում ենք, չասենք վաղը չեմիսորը կփոխենք, վաղը չեմիսորը կփոխենք, է որ սաղ տա ոնց ենք փոխելու։ Գոնե մի կետ պետք լինի, որ այդ կետի վրա դու հենվես ու հետո գնաս առաջ նորից սաղ հետ բերես։ Ասենց կետ չի թողում, սաղ տալիս է։ Կարծեմ քաղաքական ռազմական ղեկավարությունը ծմա դատապարտեցին որոշների նախագահի 20 տարի, որովհետև լրացրել նրանց 65-ը, թե չէ նրանց վերցրել։ Էդի մեր խայտարակությունն է։ Սևան ջան, ես ին վրով եմ ասում, ինձ թվում է ցանկացած թասիբով հայ։ Ես ինձ համարում եմ բռնաբարված։ Ամեն օր, որ ընդ մենք ունենք գերի, առավել եւս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ու Ռուբեն Վարդանյանի նման կրիստալնի մաքուր բարեգործ մարդը, որ ընդեղ է, ամեն ժամ ես բռնաբարված եմ ինձ զգում։ Ես համարում եմ, որ ամեն ժամ բռնաբարված եմ, քան իրանք ընդեղ են։ Ու ինձ թվում է ցանկացած թասիբով հայ Այդպես պիտի մտածի։ Էդի մեր խայտարակությունն է։ Բա ինչ խաղաղության մասին կարելի է խոսալ։ Ես սրա մասին միշտ ասել եմ, մի հատ էլ ձեր մոտից հիմա ասեմ։ Գնացիր Արցախը հանձնիր, ասենք կոնֆլիկտ է, չէ՞ էդի համարվում։ Դու Արցախը հանձնիր, արա գոնե նենց հանձնեիր, սենց փաթեթով հանձնեիր։ Առաջի կետը պիտի գերի չունենան, երկրորդ կետը պիտի համաներում լինի բոլորին, երրորդ կետը պիտի անվտանգությունը ապահովին դե ապրողին։ Սենց 10-րդ կետն էլ արդեն նորել էր ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում։ Դու պատկերացնում ես Սևան ջան, Արցախը հանձնեց, կոնֆլիկտը Արցախն է, չէ՞ կոնֆլիկտի բանը, օբյեկտը։ Սա հանձնեց, արա գոնե գերիների հարցը չլուծեց, արա։ Դու պատկերացնում ես Պրագայում կամ Թրամփի հետ մեկ խաղաղություն եք ստորագրում, արա աշխարհի տերն, այ Պադոշ, այն օրն էլ եմ ասել, Պադոշ, ինքն էլ Պադոշ է, չէ՞ Նիկոլը։ Պադոշի երեսուն իրոք։ Արա այդ Պադոշությունը մի հատ խոտտայր ասեր Թրամփ ջան։ Հոպար, քերի ձյաձյա, չգիտեմ ոնց է դիմում իրան։ Անդե գերիներ ունենք ախր մենք։ Այդ մի հատ մծաստ է, որ դի բոլորին համաներում լինի։ Հասկա Ալիևի ասելով մերոնք են հանցագործ է, մեր ասելով էլ Ալիևն է հանցագործ, իր հերն է հանցագործ։ Դե դնենք խորանակը մի, թող տենց տիասի էլի Նիկոլը իրան։ Դասի դարի դեմի դնենք խորանակ։ Մենք Բաքվի ջարդերը ով արի, Սումգայիթի ջարդերը ով արի։ Այն 80 տարեկան պապիկի վիզը կդողին, ուզում եք քֆուր տայա։ Այն վիզը կդողի դադել ես քումուտ։ Որ տեցել ենքան կասենք մեջքիդ, եսի ինչեր կաչեն արա։ Եթե խաղաղության ենք եթում, ուրեմն էլ պիտի իրար չասենք վաբշե։ Ոչ մեր մոտ դի մարդ դատի, ոչ ձեր մոտ մարդ դատվի։